Հարգելիներս, ուզում եմ նշել, որ որոշ ժամանակ, կարելի ասել անորոշ ժամանակով, ուզում եմ հանգստանալ այս քարտերից, այս աստղաբանությունից, ամեն ինչից ուզում եմ մի փոքր հանգստանալ եւ կբացակայեմ բոլոր ալիքներից, արդեն իսկ տեղադրված են քարտերը վաղվա համար, վաղը չեմ իսօրվա համար, այսինքն ամսի 20-ի համար։ Լուսնայինը եւս կա, կարող եք լուսնայինը նայել, հասկանալ, թե ձեզ ինչ է սպասվում, մինչև որ կվերադառնամ արդեն թարմ ուժերով, բոլորիդ համար նոր տեսանյութերով, բայց ինձ հանգիստ է պետք, որովհետև արդեն շատ եմ հոգնել այս աշխատանքից։ Դուք եւս կհանգստանաք մի փոքր ինձանից, ես էլ նույնպես։ Չեմ հեռանում, հա, սա հեռացում չի, սա ժամանակավոր դադար է, որը ուզում եմ առաջինը հենց ինձ համար, որովհետև յուրաքանչյուր մարդ պետք է կարևորի իրեն, հետո նոր դիմացինին, եւ ինձ թվում է բոլորս ենք այդպիսին։ Մաղթում եմ ձեզ հաջողակ օրեր, մի մոռացեք, որ հիմա խավարման միջանցքում ենք գտնվում եւ յուրաքանչյուր որոշում շատ կարեւոր է մեզ համար։ Եվ հենց իրոք միգուցե հարկավոր է հանգստություն, հանգստանալ եւ հոգեպես եւ ֆիզիկապես ամեն ինչից։ Եթե հնարավորություն ունեք, գնացեք որևէ միտեղ հանգստանալու, հանգստացրեք ձեր նյարդերը եւ ճիշտ որոշում կայացրեք, որովհետեւ այս որոշումները, ինչ որ կկայացվեն այս շրջանում, դա կարող են տևել 18 տարի, դա չի նշանակում, որ ես գնացի 18 տարի չեմ լինելու, բայց ուղղակի սա հանգիստ է, հա, ինձ արձակուրդ եմ տալիս, մի փոքր կարող է երկար ժամանակով է այս արձակուրդը։ Տեսանյութերը կիսատ են մնացել, ես որոշ տեսանյութերը արդեն արել եմ, պետք է վերադառնամ, որպեսզի այդ կիսատ տեսանյութերը լրացնենք միասին, այնպես որ մի անհանգստացեք, սա հեռացում չէ։ Գիտեմ, որ շատերը կմտածեն, որ ուզում եմ գնալ, ոչ, սա ուղղակի ժամանակավոր դադար է։ Լավ եղեք, ապրեք առօրյայով, ապրեք միայն ձեր հոգսերով, միայն ձեր կյանքով եւ ձեր երեխաներով, ուրիշ ոչինչով պետք չի ապրել այս կյանքում։ Ոչ ոք արժանի չեն, որ դուք ապրեք իրենցով։ Ձեր կյանքն է անցնելու, ձեր կողքով եւ դուք չնկատեք, թե ինչպես մեծացաք, ինչպես թառամեցիք եւ կյանքից բան չհասկացաք, այլ հետ չեք կարող գնալ։ Դրա համար այս ընթացքը շատ լավ է, միտքը կարգի բերելու, մարմինը կարգի բերելու, ամեն ինչը կարգի բերելու եւ ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Հիշեք, որ եթե ցանկանաք բաժանվել, ապա 18 տարի չեք կարող միանալ։ Ով ինչ կասի, ես դա եմ ասում, որովհետեւ դա այդպես է։ Ես շատերին գիտեմ, որ 18 տարի առաջ բաժանվել են, մինչև օրս դեռ միացած չեն։ Նույնն էլ երեխաներին է վերաբերվում, եթե երեխաներին տանից դուրս հանեցիք, կարող է նաև 18 տարի չտեսնեք իրենց։ Յուրաքանչյուր բան, ինչ որոշում, որ կկայացնեք այս շրջանում, դա կտևի երկար, շատ երկար։ Այսքանը սիրելիներս, լավ եւ ուրախ պահեր եմ ձեզ մաղթում։ Մինչ կվերադառնամ։